Բարև ձեզ, եթերում վերելք հաղորդաշարն է։ Այսօր ուրբաթ է եւ նոր ձևավորված ավանդույթի համաձայն ես ձեզ ներկայացնելու եմ վերջի շաբաթվա ընթացքում տեղի ունեցած նշանակալի քաղաքական իրադարձությունները եւ փորձելու եմ մեկնաբանել ազգակիրների շահերի տեսանկյունից։ Ինչու եմ այսպես ասում, քանի որ եթերը համացանցը ողողված է տարբեր տեսակետներով, մեծամասամբ այնտեղ գործում են այսպես ասած մանիպուլյատորները եւ ազգակիր շերտի համար դժվար է կողմնորոշվել, թե ինչ է կատարվել, ինչու է կատարվել, ինչ հետևանքներ կունենա, իսկ իրենք ինչ անեն, որ ասենք այս դժոխային իրավիճակում հնարավորինս քիչ տուժեն։ Եվ հիմա հրավիրում եմ ձեզ, որպեսզի մենք միասին քննենք անցած շաբաթվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները մեկնաբանություններով։ Առաջինը ես առանձնացրել եմ Արշակ arczepiskopos Խաչատրյանի կալանքից ազատվելը, ընդ որում ասեմ այսօրվա թեման վերնագիրը այսպես է, եկեղեցին պիտի դատապարտի իշխանությունների անօրինական գործողությունները։ Քիչ հետո կասեմ, թե սա ում արտահայտությունն է։ Համենայն դեպս Արշակ arczepiskoposի մեջ։ Եվ այսպես հիմա ես ձեզ ներկայացնեմ մամուլից մի հատված եւ փորենք։ Արշակ arczepiskopos Խաչատրյանը կալանքից ազատվելուց հետո իր առաջին մեկնաբանությունն է տվել։ Նա լրագրողներին ասել է, որ իր դեմ առաջադրված մեղադրանքները իրականության հետ որևէ կապ չունեն։ Այստեղ հիշեցնեմ, որ մի տեսանյութ կար, այդ տեսանյութը իր դատապաշտպանները ուղարկել էին այսպես հայտնի դրսի մի քանի կառույցների, որպեսզի նայեն արդյոք այդ տեսանյութը իսկություն է թե չէ, մարդիկ պատասխանել էին, որ Օրինովի հավաքած ինչ որ մի բան է։ Գուցե այս խայտարագությունից բռնելու համար են մարդուն ազատել։ Շարունակում ենք։ Եպիսկոպոսը քրեական հետապնդումը որակել է իրեն վախեցնելու փորձ։ Մեջբերում ինձ վերագրվող ամեն ինչ իրականության հետ բացարձակապես կապ չունի։ Նրանք պարզապես ուզում էին վախեցնել ինձ, բայց ոչինչ չստացվեց։ Հավելել է նա։ Էջմիածնի մայրաթորի դիվանապետը խոր ափսոսանք է հայտնում, որ arczepiskopos Բագրատ Գալստանյանը մնում է կալանքի տակ։ Մեջբերում հիշում եմ, կալանավայրերը կոչվում էին ուղիղ աշխատանքային գաղութներ, այսինքն մարդկանց տանում են իբր ուղղելու, բայց ես չեմ տեսել, որ ուղղվեն։ Շարունակում ուրախ եմ ասել, որ իմ հայացքներում եւ դիրքորոշման մեջ ոչինչ չի փոխվել, այսինքն չեմ որ ինչ կայ, այն էլ մնացել է։ Եպիսկոպոսը համոզված է, որ բոլորը պետք է պատրաստ լինեն վճարել իրենց հայացքների եւ համոզմունքների համար գին, նույնիսկ եթե այդ գինը ազատազրկումն է։ Եվ ինքն էլ հենց օրինակը հանդիսանում է, ոչ թե ասում է ու կողքայնում, ձեզ ուղղորդում էլ հենց ինքն իր կյանքի օրինակից է ասում։ Մարտի 5-ին վերաքննիչ դատարանը որոշում կայացրեց arczepiskopos Արշակ Խաչատրյանին ազատ արձակել կալանքից։ Հոգևորականը կալանավորվել է 2025 թվականի դեկտեմբերի 4-ին եւ ձերբակալվել հաջորդ օրը նրան մեղադրանք է առաջադրվել թմրանյութերի ապօրինի շրջանառության համար նախնական համաձայնության գալով։ Իբր։ Հիմա թե ինքը, թե Միքայել Սրբազանը ու նաև էլի մի շարք հոգևորականներ, որոնց մի մասը բանտարկված է, մի մասն էլ դուք էլ հետևում եք, այսպես հայտարարություններ են անում, ցույց են տալիս կամային հատկանիշներ։ Տխուր է, բայց մեր ողջ իրականության մեջ եկեղեցին է մնացել այսպես կամք ցուցադրող մի կառույց։ Եթե ես սխալվում եմ, կարող եք ուղղել։ Եվ սա հույս է տալիս, որ այդ կենտրոնը որ կա, որտեղից այսպես ասած կամք է ճառագում, գուցե թե ինքը մակածի կամային հատկանիշներ ժողովրդի այլ հատվածների դեպքում։ Ընդհանրապես այսպես է լինում, որ ինչպես որ ասում են կայծից բոց բռնկվի, այսպես է լինում։ Ինչ որ միտեղ հավաքվում են այնպես կամային մարդիկ, կամային կենտրոն, իրենք դիմադրում են, կարող են անգամ բանտարկվել, անգամ նահատակվել, դա տարածվում է որոշակի մարդկանց մոտ եւ սկսվում է, ասենք, ինչ որ process։ Եվ հուսանք, որ այս առնականությունը, որը դրսևորում են մեր քահանաները, դա կվարակի։ Բայց որպեսի վարակի, իսկ դրա անհրաժեշտությունը կա, ինքներդ էլ տեսնում եք, այսպես չարթված ժողովուրդ ու դրսի ուժեր, որոնք նպատակային կերպով շարունակում են ճմլել։ Բայց որպեսի այդ կայծից բոց բռնկվի, նշանակում է համարժեք արձագանքներ են պետք, այդ կայծը կարող է լինի, հետո հանգի։
Այսինքն ժողովրդի այդ անհանգիստ հատվածը, հատկապես ազգակիրները, ու ինչու՞ չէ նաև քաղաքդաշտը պիտի համարժեք վերաբերմունք ցույց տա, որպեսզի այդ մարդիկ, ովքեր իրենց կյանքի գնով, ազատազրկվելով կամ այն հատկանիշներ են դրսևորում, իրենք իրենց ներսում չափսոսան, չասեն, այսում համար եմ ես այսպես տանջում, թեպետ իրենք պարզասում են իրենց գաղափարի համար է, բայց եթե արձագանք չեղավ այդ ծերմը, որ գցել են, չծլեց, ինչ-որ չբազմացավ, հասկանում եք, որ հոգեբանական խնդիրներ կառաջան, այսինքն պետք է շատ զգույշ լինենք եւ այդ մարդկանց մենակ չթողնենք։ Զայ հարցերի հարցը։ Սա առաջի թեման էր, երկրորդը էլի առնչվում է եկեղեցուն։ Էլի ես մամուլից մի հատված կարդամ եւ քննարկենք եզրակացություններ ունենք։ Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի եւ Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ arczepiskopos Եզերաս Ներսիսյանը 10-ին տված հարցազրույցում քննարկել է հայ առաքելական եկեղեցու եւ Հայաստանի իշխանությունների միջև հակամարտության պատճառները, որոնք առաջացել են այն բանից հետո, երբ նա 2020 թվականին պահանջել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, քննադատելով նրան Լեռնային Ղարաբաղի նկատմամբ վարած քաղաքականության համար։ Եվ հա, մեջբերում Սրբազանի խոսքը։ Ազգային եկեղեցական ժողովը նախատեսված էր մի քանի տարի առաջ, սակայն այնպիսի ճակատագրական իրադարձություններ, ինչպիսիք COVID-19, Արցախում պատերազմը, Արցախի հարկադիր հայաթափումը, Հայաստանում պետական հեղաշրջումը եւ այլը ստիպեցին ժողովը հետաձգել։ Այնուամենայնիվ այն անպայման կկայանա, եթե համապատասխան պայմանները բավարարվեն։ Հիշենք, որ խաթարում եղավ, քանի որ այստեղ արգելեցին կաթողիկոսի դուրս գալը։ Այնտեղ եղավ եկեղեցականների ժողով, ոչ այն ինչ որ կուզեին։ Հանձնաժողովները ակտիվորեն աշխատում են եւ օրակարգը մշակվում է։ Եկեղեցին հայտնում է իր պատրաստակամությունը սկսելու ժողովի աշխատանքները, եթե իշխանությունները հարգեն սահմանադրական, օրենսդրական եւ կանոնական սկզբունքները։ Եվ շարունակում է. Նախ եւ առաջ պետք է ասել, որ իշխանությունները թիրախավորում են հենց եկեղեցին։ Նրանք անորոշ մեղադրանքներ են առաջադրում, որ եկեղեցին չի կարողանում կատարել իր հոգևոր եւ ազգային առաքելությունը, ասա դուք ինչպես պետք է պարզեք։ Սա հեռու է ճշմարտությունից։ Հայ առաքելական եկեղեցին, որ արդեն 1725 տարեկան է, մոլորակի առաջին պաշտոնական եկեղեցին է։ Այն հավատարիմ է եւ կանա Քրիստոսի պատվիրաններին, քանի դեռ գոյություն ունի մարդկությունը։ Սակայն մենք տեսնում ենք, որ իշխանությունները իրենց ապակառուցողական եկեղեցական քաղաքականության շնորհիվ անտեսում են եկեղեցու արդար ձայնը հոգուտ երկրի եւ մեղադրում են եկեղեցում քաղաքականությանը միջամտելու մեջ։ Մինչդեռ եկեղեցու մտահոգությունը հոգեվորականության եւ ազգային ինքնության պահպանումն է։ Եկեղեցին միշտ եղել է վերքաղաքական եւ անկուսակցական կառույց։ Հենց եկեղեցու այս դիրքորոշումն է պահպանել մեր պետականությունը։ Սակայն իշխանությունները ոտնահարել են սահմանադրությունը եկեղեցին լռեցնելու, այն ազդեցությունից զրկելու եւ ենթարկեցնելու համար։ Եվ տեսեք ինչ է ասում, ժամանակն է, որ եկեղեցին միասնական ձայն բարձրացնի եւ դատապարտի իշխանությունների անօրինական հակասահմանադրական գործողությունները։ Այս արտահայտությունը ես մի քիչ կաչատելով որպես վերնագիր դրել եւ նորից եմ կրկնում, ժամանակն է, որ եկեղեցին միասնական ձայն բարձրացնի եւ դատապարտի իշխանությունների անօրինական հակասահմանադրական գործողությունները։ Տեսնենք ինչ կհաջորդի այս կոչին եւ շարունակենք։ Եկեղեցու դիրքորոշման դեմ արհեստական մեղադրանքներ առաջադրվեցին։ Ամեն ինչ արվեց 6 եպիսկոպոսներին արգելելու մասնակցել Ավստրիայում հոգևորականների ժողովին։ Իշխանությունները վախենում էին, որ ժողովը կդատապարտի իրենց եկեղեցական քաղաքականությունը։ Այնուամենայնիվ մասնակցեցին 25 հոգևորականներ։ Իշխանությունները անձամբ անհեթեթ մեղադրանք առաջադրեցին ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ին, պնդելով, որ նա չի կատարել նախկին եպիսկոպոս Սարոյանի վերականգնման եւ կարգալույծ արվելու վերաբերյալ դատարանի որոշումը։ Կաթողիկոսի որոշումները ներքի եկեղեցական գործերի վերաբերյալ դատարանի որոշում չեղյալ համարելը անօրինական է։ Մեղմ է ասել։ Իշխանությունները օգտագործում են իրենց բոլոր վարչական ռեսուրսները քաղաքական նպատակներով հոգևորականությանը վարկաբեկելու համար։ Հրահրում են
հասարակության մեջ անհանդուրժողականություն եկեղեցու նկատմամբ, միաժամանակ չխուսափելով զտպարտությունից եւ բացահայտ ստերից։ Նրանք լավ գիտեն, որքան անամոթ է ստերը, այնքան ավելի հեշտությամբ են այն տարածվում։ Այս կառավարությունից, որը բացահայտորեն խփում է ժողովրդին, իրեն դնում օրենքից վեր, անտեսում է միջազգային իրավական նորմերը, արմատախիլանում արդարադատությունը եւ կեղծ մեղադրանքներով ձերբակալում հոգեվորականներին ու ազգային բարերարներին, կարելի է ամեն ինչ սպասել։ Հնարավոր է, որ իշխանությունները իրենց նպատակներին հասնելու համար ավելի հեռուն գնան։ Բայց ես չեմ կարող հավատալ, որ կգտնվի մի հայ դատավոր, որը կդատապարտի ամենայն հայոց կաթողիկոսին։ Այս մարդուն կհեռացնեն եկեղեցուց, իսկ ժողովուրդը կանիծի նրա ամբողջ ընտանիքը։ Եկեղեցին որպես անկուսակցական հաստատություն իր առաքելության հիման վրա երբեք չի միջամտել պետական գործերին։ Այս դրույթ ամրագրված է Հանրապետության Սահմանադրության 17-րդ եւ 18-րդ հոդվածներում։ Եկեղեցին անջատ է պետությունից եւ չի զբաղվում քաղաքականությամբ։ Իշխանությունները իրենց հերթին իրավունք չունեն միջամտելու եկեղեցու ներքին գործերին։ Միաժամանակ կրկին Սահմանադրության համաձայն եկեղեցուն արգելված չէ արդարության ձայնը բարձրացնել ազգի եւ երկրի հոգեվոր անվտանգության օգտին։ Խորհելը թողնում եմ ձեզ, տեսնենք, թե ինչ կհաջորդի այս իսամարտակոչին։ Հաջորդ թեման, որ առանձնացրել եմ, էլի մասամբ առնչվում է եկեղեցում, մասամբ էլ դատական էր, քանի որ նախորդում էր խոսում էր, որ դատ է լինելու եւ այլն։ Արամ Վարդևանյանի գրառումից եմ մի հատված ձեզ ներկայացնում։ Վերաքննիչ դատարանի մի դատավոր իրավաչափորեն ազատ արձակեց Արշակ Սրբազանին ապօրինի կալանքից։ Իսկ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Ժ. Մելիքսեթյանը մերժեց մեր կողմից ներկայացված բողոքը եւ որոշեց, որ Սամվել Կարապետյանի ապօրինի տնային կալանքը դեռևս պետք է պահպանվի։ Որոշումը ստանալուն պես անպայման կներկայացնենք իրավունքի նկատմամբ հերթական խայտառակության մանրամասները։ Խայտառակությունը էլի մեղմ է ասված, հասկանում եք, որ նայում ես կողքից, ես համոզված եմ, աշխարհը իրավաբանոր հետևի ծիծաղի մեր վրա։ Բայց սա ակնհայտ ցույց է տալիս, որ այսօրվա իշխանությունների վախերը անչափելի են, իսկ քաղաքական հետապնդումը անվիճելի։ Իրար հերթ չտալով խոսում են Սամվել Կարապետյանի խոսքի ազատության սահմանների մասին, միաժամանակ վախենում են նույնիսկ վերացնել այս absurdային սահմանափակումներով խափանման ինտենսիվ միջոցը եւ չկա ու չկար որևէ հիմք այն պահպանելու համար։ Հայաստանում ժողովրդարության նկատմամբ ծաղրը հենց այսպիսի տեսք է ունենում եւ սա տեսնում է մեր հանրությունը։ Սամվել Կարապետյանի այլևս 260 օր տևող ազատության ինտենսիվ սահմանափակումն առանց որևէ իրավական տվյալի պարզապես հրապարակայնորեն մեր մայրաթորը պաշտպանող խոսքի համար չի կարող լինել իրավաչափ, չի կարող լինել օրինական, չի կարող լինել ողջամիտ, չի կարող լինել համաչափ։ Ասացի, որ ծիծաղալի է, ծիծաղահարույց է, թե ինչի համար են մարդուն զրկում ազատությունից, հետո տնային կալանք, հետո իրավունք չունես, այս ասես, այն ասես, պարզից էլ պարզը վախենում են։ Եվ հիմա տեսեք ինչ է ստացվում։ Եկեղեցու դեմ ակնհայտ գիտեք ինչ է։ Ես այն կարծիքին չեմ, որ այդ խումբը, փոքրիկ խմբակը, ինչպես ասում էր, իրենք են նստում եւ որոշումը հասա անենք, սա անենք։ Առավել քան ակնհայտ է, որ սա պատվեր է, աչք ունեցողները գիտեն պատվերը որտից է գալիս։ Քաղաքական գործիչների դեմ էլի ինչ որ բռնություններ, ակնհայտ է, որ սա էլի պատվեր է, ինչ որ ուժերի կողմից։ Նախկինում եղածն էլ էս վերջին տարիներին ինչ որ եղել է, այդ բոլորն էլ ակնհայտ է, որ պատվեր է։ Իսկ հիմա այսօր կա էլի պատվերներ, հիմա ես ձեզ եմ ներկայացնում մտահոգիչ մի լուր 24 նյութից։ Ամսի 3-ի հրապարակում է սա։ 24 նյութի տեղեկություններով նախորդ շաբաթ Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի գիտական խորհրդի նիստին քննարկվել է հարց, որ նախապես ընդգրկված չի եղել հորակարգում։
Հիշեցնենք, որ նիստից մի քանի օր առաջ ինստիտուտի տնօրենի պաշտոնից հեռացել էր Աշոտ Մելքոնյանը, ով հայտնի է Արցախի հիմնախնդրի եւ պատմության նենգափոխման հարցերում իշխանությունների գործողությունների նկատմամբ սուր քննադատությամբ։ Մեր զրուցակից ու շագարավ մանրամասներ հայտնեց տեղի ունեցած նիստի ընթացքից ու մեջբերում։ Տնօրենի պարտականությունները ժամանակավորապես կատարող նշանակված Համո Սուքիասյան, ով երկար տարիներ աշխատում է նաև անվտանգության խորհրդում, նիստի վերջում օրակարգ բերեց կադաստրի կոմիտեի կողմից պարտադրված նախագիծ եւ նշեց կոնկրետ անուններ, որ իր խոսքով վերևից են ասված, թե մասնավորապես ովքեր պիտի կազմեն Հայաստանի բնակավայրերի կադաստրային թվային քարտեզը, որտեղ նշված են լինելու բնակավայրերի նաև հին անունները եւ թե ովքեր են այնտեղ նախկինում ապրել։ Նիստին ներկա բազմափորձ պատմաբանների մի մասը միանգամից գլխի ընկել, թե խոսք ինչի մասին է եւ կադաստրի նախագիծը ընդունել է մեծ մտահոգությամբ, քանի որ նրանք այս նախագծի հետևում տեսել են Ադրբեջանի նախագահի բազմիցս շահարկվող այսպես կոչված արևմտյան Ադրբեջան ծրագրի ականջները։ Մեր զրուցակիցը տեղեկացրեց նաև, թե ինչ վերջաբան է ստացել նիստին բերված նախագծի ընդունման հարցը։ Մեջբերում պատմաբանների կոպիտ արձագանքից հետո Համո Սուքիասյանը փորձել է շահագրգռել նրանց խոստումներով, թե իբր բացի նշված անուններից ուրիշ պատմաբանների համար էլ փող կբերի կադաստրի կոմիտեից, բայց նախագիծ այդպես էլ հաստատել չի հաջողվել գիտխորհրդի կողմից։ Հասկանում եք ինչ է կատարվում։ Հայաստանի Հանրապետությունում մի գերատեսչությանը բերում է քարտեզ կազմեք, նշեք, թե այնտեղ ովքեր են ապրել։ Դուք սրա մեջ իրոք պատվեր չեք տեսնում, ինչպես որ գիտնականներն են նկատել։ Դուք պատկերացնում եք Ադրբեջանի նախագահը հանձնարարի իրենց կադաստրին ակադեմիային, որ գրեք Արցախում, ինչ ժողովուրդներ են ապրել, ինչ անուններ են ունեցել այդ գյուղերը։ 5000 տարի, 4000, 3000 տարի։ Պետք է այդպեսի բան ձեր մտքերով կանցնի։ Հիմա դրանց մաքրում են ամեն ինչ։ Իսկ այստեղ, ահա, այստեղ գրեք, ասենք, այսինչ գյուղն է փաղագծում գրեք, այսինչ անուն, այստեղ ապրել են մահմեդականներ եւ ինչի համար, որ հետո այս թղթերը տան ինչ որ մեկին ասեն, ահա, տես այստեղ իրենց պատմական հայրենիք։ Սա պատկերացնելու է, ասում եմ։ Չհասկացողների ուղեղի պարունակությունն է ինձ հետաքրքիր, ովքեր այս ամեն ինչից հետո դեռ այս իշխանությունների ջատագովն են, դուք էլ հանդիպած կլինեք։ Ինձ հետաքրքիր է իրենց ուղեղի պարունակությունները, ինչ է այնտեղ լցված, որ այս ամենը չեն տեսնում։ Կա, չկա։ Եվ բայց սա չի, ավելի վատ տեսակներ կա, այդտեղ խոսքի մեջ ասում էր, չէ՞, ով է լինելու այն հայը, որ կաթողիկոսի դեմ գործ կհարուցի, կամ երեք էր միսօրեն նայում եմ, հայոց եկեղեցում, ինչպես ասում են 1725 տարվա, պատարակ է, հնչեցնում են այդ եկեղեցու այսօրվա հոգևոր հոր անունը կաթողիկոսի, և մարդիկ են գտնվում, ոստիկաններ, այդ մարդուն դուրս են հանում եկեղեցում, դու պատկերացնում եք սա ինչ է, ովքեր են այդ մարդիկը, հասկանում եք, այս տեսակը ինչպես է եկել, հասկանում եք, որպեսի այս տեսակի պատկերը ամբողջացնենք, երգը տխուր բաների դաշտ մտանք, ես հիմա մի դրվագ կարդամ, էլի մամուլում հանդիպեց Վիոլետ Գրիգորյանն է գրել, կարդում ենք, երեկը գրել կարդում, կապանում եմ, կաֆեում լսեցի հեր ու աղջիկ պարսկերեն են խոսում, զրույցի բռնվեցի, պարզվեց հերը աղջկան բերել է տեղավորի այստեղ ու վերադառնա, կինն ենտեղ է, ասում է կինն ստիպված է մորը այստեղ ենտեղ տանի, թթվածնի բալոն դնեն, դե պատկերացեք ինչ խառը վիճակ է իրենց մոտ, ռմբակոծություններ, հոսանք չկա, տալիս կինը թթվածին պիտի ստանա, որ կարողանա ապրել, լացում էր, այդ տղամարդը, կինն ասել է մի արի, երեխուն ապահովի, բայց իքտ էլ չի դիմանում, ասում էր ինֆարկտ կստանամ, չգնամ մոտները, մարդու վիճակը պատկերացրեք։ Ուրեմն 16 տարի շարունակ եկել գնացել է, նույն կնոջ տունը վարձել կապանում։ Հիմա այդ կինը ասում է,
ինքը այրով է գրել, ես այրը չեմ սիրում։ 10 օր կտամ նույն գնով, հետո փախստականներ կլցվեն, թան գնով եմ տալու, գինը բարձրացնելու եմ։ Մարդ չգիտի որտեղից բսնեցին այս կարգի չմարդիկ։ Մարդն ասում էր, եթե ինքը պատերազմից, այդ պարսիկն է ասում, եթե այդ կինը հանկարծ այստեղ պատերազմ էր եւ ասում է ինքը պատերազմից փախներ գար Իրան, ես տանս կհյուրընկալ էի եւ ասում այնքան է վիրավորել, ել չի ուզում նույնիսկ այդ 10 օրը դրա տունը վարձի։ Ու դիմում է, ես էլ այդ խնդրանքը տարածում եմ։ Հիմա խնդրանք, կարակ մարդկային գնով վարձու տուն առաջարկել օգնենք իրենց։ Աղջիկը լեզուներ գիտի, նկարչուհի է, նույնիսկ աշխատանք կարելի առաջարկել, նեղ վիճակում են, մարդ լինենք։ Ու առհասարակ, ինչ հայաստանյան կազմակերպություններ կան, որ կարան օգնեն Իրանից փախստականներին։ Սա շատերն են հարցնում, խնդրում եմ տեղեկություններ, օգնեք էլի, պարսկական ասացվածքն ասում է, լավություն արա, գցի տիգրիս գետը, Աստված անապատում կփոխհատուցի քեզ։ Սա որ կարդացի, ես հիշեցի էլի մի այսպես ցավոտ գրառում, Արցախի այս վերջի բռնագաղթից հետո մի ազնվորություն էր գրել եւ ասում էր, դիմել էր մեկ այլ արցախցու, ասում էր, ես որ արկադրված էի ընտանիքով Հադրուդից գաղթել դեպի Արցախի մայրաքաղաք, Պարզեսկիվից այդ տարածքներից մարդկանց տեղահանարեցին, ասում է դուք հո գարաժը, ինչ-որ տես մի անհարմար վիճակ 200,000 դրամով էր ինձ վարձով տալի, օգտվելով այն հանգամանքից, որ ես ուրիշ ճաշ չունեի, դուրսն էի մնում։ Եվ հարցնում եմ, հիմա դու ո՞նց ես։ Հիմա դու էլ ես, չէ՞, ինչ որ խուծ ման եկել է Հայաստանում, որ գնաս տեղավորվես։ Ուզում էր ասել, որ ոնց վատ ես վերաբերում, այդ վատը քո դեմ գալիս, եթե լավություն անես գցես տիգրիս, անապատում դուրս կգես, եթե վատություն անես, այդ վատությունը քեզ էլ է գալու։ Ու Երևանում էլ մենք տեսանք շատ մարդկանց, ովքեր օգտվելով առիթից գներ բարձրացրին արցախցիների, այսպես ասած, թալանելու համար։ Մի դրվագ էլ եղավ, կարծեմ մինչ այդ էր, որ ռուսները սկսեցին գալ այդ մեր հայերին, դուրս էին անում, որպես ավելի թանկ գներով ռուսերին տան, ասիկա ազգի զգացողություն, տո մարդկային զգացողությունը այս շարտի մոտ չկա, և ես էլ, ասենք, Վիոլետին երբեմն հարցնում եմ, որտեղից եկան իրենք, բայց երբ որ հարցնում եմ, նաև հիշում եմ, որ ախը ես գիտեմ, որտեղից են եկել, ես դրա անցյալ դարը վերջին եմ ահազանգել, երբ որ մեր պատմությունը քննեցի, ուզում էի հասկանալ ինչ է կատարվում իրականություն, ես հասկացա, որտեղից են եկել, այդ ամենը կա թե իմ գրքերում, թե վերելքի եթերներում, պատմությունից քարշ տալով եք, այնտեղ տեսակի խաթարում է գնացել, ազնվական տեսակ, ազգագիր տեսակը, ինչ-ինչ պատճառներով երևի ենթադրում եք, քչացել, իսկ այդ տեսակը բուսնել է, որտեղ դա նաև այդ օտար իշխաններին էին պետք է տեսակ, ու նաև ժամանակին կարգավորելու հազանգ եմ հնչեցրել տեսակ այս շերտերի միջև, բայց հիմա անցնենք առաջ, հաջորդ նյութը, որի վրա ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրեմ։ Մեզանում շատ կարելի է լսել քաղաքական դաշտի կողմից ներկայացուցիչների, գնանք դեպի քաղաքակիրթ աշխարհ, մեր ուղին այնտեղ է, դեպի արևմուտք, դեպի Եվրոպա, Ամերիկա եւ այլ։ Ինձ էլ այս վերջերս զանգել էր մի բավական հայտնի քաղաքական գործիչ, մի նախաձեռնություն ունեն, այսպես եւ այլը, եւ էլի ասում էր, դեպի քաղաքակիրթ աշխարհ, քաղաքակիրթ աշխարհ։ Երբ որ արևմուտքին ասում են քաղաքակիրթ աշխարհ, ես անկեղծ եմ ասում, մի տեսակ եմ լինում։ Միշտ էլ մի տեսակ է լինում։ Առավել ես դեմ չեմ, որ ասենք ժամանակ մոտ 50 տարի առաջ իսկապես քաղաքակրթության բնորան էր դարձել, բայց հետագայում աստիճանաբար սկսեցին այլասերվել, դուք տեսակ եք Էփշտեյնը, դուք տեսնում եք ինչ են անում հիմա։ Այս կրոնը մեզ դուր չի գալի, պիտի ոչնչացնենք։ Այս պետությունը մեզ դուր չի գալի, պիտի ոչնչացնենք։ Այս նավթամուղը մեզ է պետք, հանքը մեզ է պետք, մենք պիտի ոչնչացնենք։ Այս երեխաներին կարող ենք ռումբով ոչնչացնել ու հանգիստ կեղծել։ Այդտեղ է գնում։ Չկա այդ քաղաքակիրթ արևմուտքը չկա, հասկանում, դա 50 տարի առաջ էր, որ կար։ Եվ հետաքրքիր այն է, որ մեզանում կան
Մարդիկ, ովքեր որ արևմուտքում կրթություն են ստացել եւ պարզ է այս ժամանակ Հարվարդ եւ այլ հայտնի համալսարաններում ավարտելով այդ վարդագույն պատկերացումներ են ունեցել արևմուտքի մասին, որ ահա մենք իսկապես գնանք այնտեղ։ Եվ ինձ հետաքրքիր է, որ այս մարդիկ են փշակաղվում։ Ես նրանց փշակաղություն հասկանում, ես այն գլխից ասենք այդքան էլ չեմ սիրել, քանի որ երբ որ ուսումնասիրել եմ 20-րդ դարի պատմությունը հետազոտելու, ես հասկացել եմ, որ Ցուրականից հետո արդեն կամաց չկա այդ քաղաքակիրթը, բայց երբ որ իրենք կրթվել են այդպես, իրենց այդպես սովորեցրել ուսանող ժամանակ, այնտեղ անգամ պաշտպանել են եւ հիմա իրենց աչքով այդ վարակույրը բացվում է եւ տեսնում են այնտեղ քաղաքակրթություն չկա, բարբարոսություն է, շատ ավելի շատ կսարսարեն, քան մենք, ինչպես որ դուք սարսարեցիք, երբ որ 18-ից հետո այս վարակույրը բացվեց, տեսակ ինչ իրականություն է մեզանում ժողովրդի տարբեր շերտերը, նմանապես էլ իրենք են։ Ես հիմա մի հատված կարդամ Արթուր Խաչիկյանի կողմից, որ այնտեղի սովորած եւ արդեն այսպես ասած սահմռկեստ ինչ է ասում ինքը։ Դա ինքը վերլուծում է Իրան, ամեն այդ Իսրայել հակամարտությունը, ինչ որ լուրջ վերլուծում է երևի հետևում եք իրեն։ Ինչ է ասում։ Թրամփի վարչակազմը գործում է ապշեցնող ֆանատիզմով։ Ամերիկացի սպաներին հրահանգվել է զինվորներին բացատրել, որ նրանք վարում են սրբազան պատերազմ, որի մասին գրված է Աստվածաշնչում, պատերազմ, որը ըստ Թրամփի շրջապատի կրոնական ծայրահեղականների բանաձևի պետք է հանգեցնի նոր Արմագեդոնի եւ Հիսուս Քրիստոսի վերադարձին։ Ինքը Դոնալդը սկսել է խոսել աշխարհի հետ որպես դրանոր տիրակալ դիկտատոր իր կամքով պատժելով Իսպանիային պատերազմի մեջ չմասնակցելու համար եւ տեղյակ եք միակ երկիրն էր այդ արևմուտքում եւ որ ասեց ես անգամ դատապարտեց ասեց ես ինչ եք անում Թրամփ ասեց մենք իրենք զրկենք ամեն ինչից ինչի համար Իսպանիային կպաջի Իսպանիայի պատերազմի մեջ չմասնակցելու համար խափանաբեր սպառնալիքներ հղելով երկրներին եւ նրանց ղեկավարներին Այսօր unfolding իրադարձությունների հետևանքները մենք դեռ կվերլուծենք տասնամյակներով։ Այս ինչ որ կատարվում է, եթե ոչ դարերով, սա արևմտյան աշխարհի, արևմտյան լիբերալ ժողովրդավարության ամբողջական կոլապսն է։ Արևմտյան արժեքների, եվրոպական քաղաքական մտքի, ինչպես նաև միջազգային նորմերի եւ միջազգային հանրության գերազանցության մասին բոլոր հավակնությունների վերջը։ Աշխարհի հազարավոր համալսարանների միջազգային հարաբերությունների դասախոսները ստիպված կլինեն դուրս նետել իրենց դասագրքերը եւ ինչ որ կերպ բացատրել միլիոնավոր ուսանողներին, թե ինչպես այնպես ստացվեց, որ Թոմաս Ջեֆերսոնի, Ջեյմս Մեդիսոնի եւ Ալեքսանդր Համիլտոնի գաղափարների վրա հիմնված ժողովրդավարությունը, որը բոլոր մարդկանց համար հռչակել էր կյանքի ազատության եւ երջանկության ձգտման սկզբունքները, սկսեց կտոր անել նորածին երեխաներին ու մայրերին աշխարհի բոլոր անկյուններում, ըստ միլիարդատեր լոբիստների վճարած նրա ղեկավարների հրամանների, իսկ նրա ժողովրդավար քույրերը Ջոն Լոքի եւ Ժան-Ժակ Ռուսոյի երկրների ժողովրդավարությունները միացան այդ ամենին։ Դա հեշտ խնդիր չի լինելու։ Էլի մի անձնավորություն եկալի լուրջ վերլուծություններ է անում ինքն համալսարանն է ավարտել ես հետևում եւ հիշում ինչպես էր ինքը կամաց սկսում շաքավել երբ որ այստեղ Հայաստանում ինչ որ բաներ կատարում արևմտյան երկրները այսպես աշկերը փագել են այս իշխանությունների վարկին նամակ էր գրել տարել դեսպանատներինենական կալիքով որ ախր դուք այս գրքերն եք գրել եւ սարսռում է երբ որ ասենք արձագանք չկար փակ աչքեր այդպես էլ չբացեցին անգամ սկսեցին հակառակն արել ժողովրդավարություն փայլում հաստեղ իսկ մեզանում Քնանք դեպի քաղաքակիրթ աշխարհ չկա այդ քաղաքակիրթ աշխարհը եւ ես հիշում եմ երբ որ ասացի այդ 20-րդ դարի միջնամասի իրադարձությունները ուսումնասիրում էի այսպես մի արտահայտություն եմ արել որի համար իհարկե ինձ համարում էին ինչ որ եսի միջերի հայր ասել եմ ամերիկյան դատավարությունը որ եղել է այդ ովքեր որ հետո հաղթել էին որպես հաղթող նրանց հետո են այդպիսի մի դատավարություն անելու այ հիմա բացվում է պարզ որ արժանի են այդ դատավարության
Ինձ հետաքրքիր է մեր արևմտականները հիմա ինչ վիճակի են։ Էլի ճատագով են այդ գաղափարները, որոնք արդեն չկան, ցնդեցին։ Օրենք չկա արդեն միջազգային։ Ուր են տանում արևմտականները։ Գիտեք ինչպես են արդարանում։ Իրանի վրա աչքեն փակում են, Վենեսուելան մստե ինչ անում է աչքեն փակում, Կուբայնին հիմա խեղտելու, այնտեղին մեկն են ուզում ձեռք գցեն կղզիները։ Հաջողոտը Թուրքիան է լինում։ Եթե մեր շահերից կբխի, ուրեմն մնացած ամեն ինչ որ այլանդակությունը, զազրություն անում են, ոչինչ աչքեն փակում։ Սա է ձեր սկզբունքները։ Ամերիկայում հարց էին բարձրացրել սենատում, որ Պարզեն այդ նախագահը այդ ինչ որ անում է լիազորություններ ունի, սենատի կարծիքը հարցրել է, չի հարցրել, այդ հարցը դրել էին եւ մեծամասնությունը մերժել էր։ Եվ ասել է ինչ որ անում է լավ է անում։ Հիմա եզրափակելով այս մեր քաղաքական շփաթը մի երկու խոսք։ Հաճախ եմ ես հանդիպում, որ այդ մի հոգանու տալիս են մեր երկրում, ասենք ինքը սա արեց, ինքը նա արեց, ինքը այսպես օրակարգ է անում, այսպես ժողովուրդը ինքը ոչ բանի չի անում։ Այս ամենը պարզ չի, որ դրսից հրահանգված է եւ ասում են անում է։ Մեր խնդիրը պիտի լինի ոչ թե իրանով զբաղվենք, նաեւ դատապարտենք, չգիտեմ, հասկանանք ով է այդ իրեն այդ SMS-ը ուղարկում, ով է նա, ինչ է ուզում մեզանից եւ փորձենք հասկանալ, մենք կարող ենք այդ քերիներին դիմակայել, թե չդիմակայել։ Հասկանում եք, սա պիտի անենք, եւս մի հարց, որի շուրջ ասում եմ, եկեք խորհենք, ասում ենք ով բերեց, հա, ով տվեց Արցախը կամ Հայաստանը։ Մենք եկեք մեզ հարց տանք, իսկ ով վերցրեց։ Այդ վերցնող ով էր, ինչ գործիքներ է կիրառել մեր դեմ, այն մյուսների դեմ, որ կարողացել է ինչ նպատակների համար է վերցրել։ Մենք իրան չենք հիշում։ Այդ վերցնողի։ Սա է հարցերի հարցը։ Եվս մի դիտարկում էլ, ես չգիտեմ, գուցե այս տեսակետը, որ ասեմ վիճահարույց թվաշատերի մոտ։ Ինչքան ես եմ հասկանում, որ այդ պետությունների հետ ինչպես են վարվում, որոնց իրենց դուրը չեն գալիս, որոշ այդ ասած քաղաքակիրթ արևմուտքը Ես երեք եմ ես մտքին եկել, եթե այդ իրենց ասած բաց ձեռքերով աննախադեպ է չլիներ, եթե այդ եղանակով չկարողանային վերցնել, իհարկե պարզ է նաև համարժեք ճնշում գործադրելով այն ժամանակվա իշխանությունների վրա, այս պարսկական դեպքն էին անելու, իրենց դա պետք էր, փորձեցին, այս տարբերակը չեղավ, նույն Պարսկաստանում էլ փորձեցին, չէ, նույն բան աննախադեպ էին ուզում անեին, չեղավ, երբ որ չեղավ, ասենք հիմա գնացին սա, Հայաստանում էլ լինելու էր, ես տեսա, չեմ պնդում, եթե իրենց պետք էր վերցնելու էին, հասկանում եք, հիմա մեր մոտ էսպես ստացվեց, հիմքերը կային, որ ասես ժողովրդին մոլորեցնեին, այս ճանապարհով տային, հենց որ սա հաշվի առեք, եթե տեսնում եք ինչ համառությամբ են վերցնում, նայ մտածեք, իսկ այդ 18 թվականին ինչ գործ, ինչ ձև ազդած կլինեն եւ ժողովրդի վրա եւ այն ժամանակը իշխանության, որ վերցնեն հնարավորությունները ինձ նայեք, որպեսզի դուք չմոլորվեք, ու ես նայում եմ շատերն են ձեզ փորձում մոլորեցնել։ Այս հարցի շուրջ մենք հետո էլի կփորձենք անդրադառնալ։ Թեպետ ասեմ, որ մեր քաղաքական գործիչներն էլ, քաղաքականամերձն էլ մի ինչ-որ հիվանդություն կա, չեն ուզում իրականություն տեսնել։ Չեն ուզում։ Երբ որ հրապարակում ես անում, բերում ցույց ես տալիս, որ 21 թվականին, 18 թվականին քվերիների բաշխվածություն ինչպիսին է եղել, իշխանամետ, ընդդիմադիր եւ մտահոգիչ ինչ-որ բան ես ասում։ Եվ ասում ես, եթե ասինքն մենք տիտանական աշխատանք պիտի կատարվի, որպեսզի այդ թվերի համամասնությունը փոխվի, մեղադրում են թե բան, բղատեսնում ես։ Իրականությունը պիտի դնես քո դեմը, իսկ դա շատ էլ տխուր է, եւ իրականությունից բխող քայլեր անես, որ հետո չգնաս, ասես հիասթափվես ու ինչ որ մեկնաբանություններ տաս իրականությանը չհամապատասխան։ Այս մեր հնարավոր հիվանդությունն է։ Հիմա եզրափակելով ընտրությունների են գնում, ես իմ կարծիք ունեմ, հիմա չեմ փաթաթի ձեր վրա, թող գնան պատրաստեն, ես դեմ չեմ, որ ժողովրդին ակտիվացնեն։ Ես մի հարց եմ տալիս, շատերն են ասում, այ եթե իրենք մնան, այդ դեպքում դժոխք, անգամ Հայաստանի վերջը կգա, որում ես էլ հիմնականում համոզված եմ, հարց եմ տալի,
այդ քաղաքական գործիչները երիտասարդ տարեց, որ հիմա միանում են դաշինքներ եւ այլ, իրենք մտածում են, թե ինչ են անելու, եթե չստացվի։ Ինչ ձևերով, ասենք, դուք տեսաք, չէ, ասեցի ինչ մեխանիզմերով են սա վերցրել ու դա ցեշտել չեն տալու, բայց ես չեմ ուզում դրա մեջ խորանամ։ Ինչ է կանելու հունիսի 8-ին, եթե չստացվի։ Դուք ունեք ծրագիր դրա համար։ Եթե դուք այդ ծրագիրը ունենաք, այսօրվանից դուք արդեն պիտի աշխատեք այդ ուղղությամբ։ Մի խմբի հանձնարարեք, ասեք, մենք հիմա գնում ենք փորձենք հաղթել, բայց այս դուք էլ մտածեք, եթե հանկարծ չհաջողվի, ինչ պիտի անենք եւ այսօրվանից դուք այդ քայլերը պիտի անեք։ Եթե պետք է, ես կարող եմ մանրամասնել այդ ընտրաշարժի մասնակցողների։ Եթե սա չունեցաք, չասեմ հետո ինչ է լինելու։ Ես ինքս այ որ ձեզ առաջարկում եմ եկեք ազգակիրների միություն ստեղծեք, հենց այսօրվանից քայլ անգամ ուշացած, որ ինչ անենք, որպեսզի եթե կհաջողի հաղթել շատ լավ, ես չասեմ այդ ինչ ինչ խնդիրներ ունեն, եթե չհաջողի, բա ինչ։ Հենց այսօրվանից մենք պիտի քայլեր անենք, ազգակիրները, որոնք ազգի եւ հայրենիքի զգացողություն ունեն, իրենք պիտի իրար գտնեն ինչ-որ ինքնակառավարվող կառույց արկեն, այնպիսի մի կառույց, որ ամենածանր դժնդակ պայմաններում էլ ինքը կարողանա ինքին պահել։ Եթե մենք սա չարեցինք, դուք տեսնում եք աշխարհում ինչ է կատարվում, կարա ցակուցրիվ լինենք եւ այդպես մի որոշ ժամանակ հետո մնա մենակ այն տեսակը, որի ես մեջ բերեցի Ղափանի դեպքը, կաթողիկոսին հնարավոր բռնողի, դատավորի, դատախազի դեպքը, դա միայն իրենք կմնան։ Այնպես որ եթե ես կարողացա մտահոգեցնել, անցնում եք Facebook-յան ազգակիրների միություն խումբ, բացի դա ես ակտիվացնում եմ իմ Telegram-յան էջը, այնտեղ նաև ընթացիկ կարճ տեսանյութեր կլինեն, դուք էլ կարող եք արտահայտվել, այսպես քննարկումներ անենք, նաև այդ հարթակը փորձենք օգտագործենք։ Ես հենց այս տեսանյութի մեկնաբանություններում հասցեն կդնեմ, որ ասենք ում որ հետաքրքրեց կարողանան անցնեն այդ YouTube-յան այդ խումբը, որպեսզի մենք անենք այն, ինչի կարիք կա եւ անենք այսօրվանից։ Այսօրվա համար այսքանն էր, մինչ նոր հանդիպում։